Նախ ուզում եմ ողջունեմ, որ Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց, որ պատրաստվում են դիմեն կենտրոնական ընտրական հանձնաժողով արդյունքները ընտրությունների չեղարկելու համար։ Շատ ողջունելի է, որ սա էլ տեղից շարժվեց, իսկապես։ Ինչ վերաբերվում է սահմանադրական դատարանին դիմելու, այդտեղ մի քիչ ես վերապահում ունեմ, քանի որ նախկինում սահմանադրական դատարանը ցույց է տվել, որ հանդիսանում է իշխանությունների կամակատար գործիքը։ Այնպես որ կարծում եմ սահմանադրական դատարանին զուգահեռ պետք է նաև ուրիշ քայլեր ձեռնարկվեն։ Ուզում եմ նաև մի փոքր վերլուծել, ինչ կապված է Հայաստանի ընտրությունները ողջունելու այն երկրների կողմից, որոնք որ միջորս իրենց շնորհավորանքներն են ուղղել այսօրվա իշխանություններին։ Ուրեմն գիտեք, որ մի շարք երկրներ արդեն շնորհավորել են, մեծամասամբ դա Եվրամիության երկրներ են, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոշ երկրներ, որոնք որ Եվրամիությունից դուրս են, Ղազախստան, Qırğızstan, չեմ ուզում թվարկեմ այդ երկրներին, բայց հիմնականում դա Եվրամիությունն է եղել։ Ուրեմն չի դեռևս արձագանքել դրան Չինաստանը, Եվրամիության անդամ Իտալիան, Ճապոնիան, Իսրայելը, Միացյալ Թագավորությունը, բնականաբար Թուրքիա, Ադրբեջանը պաշտոնապես չեն ողջունել, բայց ցնցում են ուղղակի այս տվյալներից, դե Ավստրալիան եւ այսինքն մնացած երկրները Սաուդյան Արաբիա, Բրազիլիա, Մեքսիկո, չեմ թվարկելու բոլոր պետությունները բնականաբար, բայց այդտեղ ինչն է կարևոր, որ ԵԱՀԿ ժմի զեկույցը դա վերջնական չէր, նախնական զեկույց էր։ Եվ դա նաև այդպես էլ արտացոլվել է իրեն զեկույցը։ Ուրեմն պատմականորեն զեկույցը ժմիգի ODIHR, հա, ԵԱՀԿ-ի ODIHR անգլերեն, եղել են դեպքեր, երբ որ այդ զեկույցները վերանայվել են, քանի որ գտել են նրանք մեծ կեղծիքներ վերահաշվարկի կամ ընտրությունից հետո, այսինքն իրենց զեկույցից հետո, այդ դեպքերը մասնավորապես, օրինակ նայեք, տեղի են ունեցել Ալբանիայում 2009 թվականին, նույն Ալբանիայում ընտրություններից հետո 2011 թվականին, եղել են նաև այդ դեպքերը Մակեդոնիայում 1999 թվականի ընտրություններից հետո, երբ որ ODIHR-ը իր նախնական զեկույցին ավելացրել է ևս տող, որոնցում նրանք համարում են, որ ընտրությունները եղել են անարդար, կեղծված կամ ոչ անաչառ ձևով անցկացված։ Այսինքն նրանք գուցեև անմիջականորեն չեն ասում կեղծված, բայց իրենց զեկույցը գիտեք, գոյություն ունի տերմինաբանություն, որով նրանք արտացոլում են։ Ուրեմն դա շատ կարևոր է եւ դա ասում եմ նրա համար, որ բացի նրանից, որ ԿՀՀ ենք դիմում, որպեսի չեղարկվեն ընտրությունները, պարտադիր պետք է նաեւ աշխատել ODIHR-ի հետ։ Ուրեմն պարտադիր պետք է իրենց հետ աշխատել։ Դա կարևոր է։ Ինչի ես թվարկեցի երկրները, որոնք որ չեն ընդունել, անգամ այս պարագայում, երբ բոլորը, այսինքն Եվրամիությունը եւ մեծ հայտնի երկրները ընդունել են, ուրեմն կարևոր է, որովհետեւ անգամ այդ երկրները, Եվրամիության երկրները կարող են ODIHR-ի զեկույցին հիմնվելով անել լրացուցիչ հայտարարություններ։ Դժվար թե իրենք չեղարկեն իրենց շնորհավորանքը, դժվար թե իրենք հասկանալով քաղաքական կոնյունկտուրան այսօր չեղարկեն իրենց համաձայնությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման, հնարավոր է նաև, որ իրենք քիչ ավելի լոյալ լինեն Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որոնք որ, ինչպես նա հայտարարել է արդեն, պատրաստվում է ինչ-որ մարդկանց կալանավորել, ձերբակալել եւ այդ գործողություններին հնարավոր է հենց նույն այդ Եվրամիության երկրները, որոնք որ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին, արձագանքեն բացասական։ Հուսանք, որ այս ամենը ինչ-որ մի դրական արդյունքի կբերի եւ այո, Նարեկ Կարապետյանի հետ համաձայն եմ, ՔՊ-ի թևերը, ՔՊ-ի կեղծիքները պետք է կտրվեն Հայաստանում։ Սա աննախադեպ էր, ոչ մի ընտրություններում Հայաստանում նման բան չի եղել եւ շատ քիչ երկրներում է եղել, որ այս արդյունքները արձանագրվել են։ Այսքանը։